Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք արիական իմաստության մասին, ինչ է նշանակում արի, ովքեր էին արիները և իհարկե չեն կարող չանդրադառնալ առաջին արիական արշավանքին, հիկսոսների արշավանքին։ Արիական իմաստնությունը մեզ համար կբացահայտի հայագետ Էդմոն Խուշուձյանը։ Բարև ձեզ, պարոն Խուշուձյան, խոսեցի, որ պետք է անդրադառնանք արիականությանը և անմիջապես անցնեմ առաջին հարցին, ովքեր էին արիները, ինչ է նշանակում արի և որտեղից են նրանք ծագել։ Նախ արի բառը հայկական բառ է, մաքուր հայերեն բառ է, Աստծո անունից, ոչ մի ազգի մոտ սկսվող օգտագործող, որպես մի ազգ օգտագործող, այդքան բառեր չկան, ինչքան հայերենում։ Արի նշանակում է արտահայտություն, արարչականություն, ազնվություն եւ այլն, իսկ ընդհանրապես արի բառով մարդիկ ոնց որ ասում մեկը պատվում են, այն ժամանակ ասում են, այս մարդը իսկական արի է եւ այլն։ Արի բառը հնդիկներն են օգտագործում, որ հայ տղաները արա են ասում, նրանք արա են ասում։ Սանսկրիտում արը նշանակում սուրբ, որը արիները հայկական լեռնաշխարհից են գնացել։ Այդ ոչ մեկը չեն մերժում այդ բանը, բայց այլ բան է, թե հայրն են իրոք արիները, թե ինչ-որ դրանք ուժ ազգեր են։ Բանական մարդկությունը հայկական լեռնաշխարհից է տարածել ամբողջ աշխարհում և բոլոր աշխատում են ամեն կերպ պայքարում են, որտեղ ոչ մի ազգի համար հետաքրքիր չէ, որ իրենց ազգից ինչ-որ մի փոքր ազգ իրենց ազգից ավելի բարձր է։ Հայկական լեռնաշխարհից շատ տարիներ անընդհատ կատարվել է արտահոսք, բնակչության արտահոսք։ Նույնիսկ ջրհեղեղից առաջ բանական մարդիկ հայկական լեռնաշխարհից սկսել են տարածվել, ուրեմն տարածվել են ամբողջ աշխարհով։ Նախ գնացել են նրանց հետքերը, եւ ինչն է հետաքրքիր, որ բոլոր տեղերում, որ հայկական լեռնաշխարհից է ապացուցում, որ նրանց բառակազմի մեջ հայկական բառը ինչքան ասեք կա։ Օրինակ, հարավային Ամերիկայում ինկաների մոտ ինչքան ասեք հայկական բառը կա, օրինակ կա բանը կորի կանչի, այնտեղ իրանք բաներ են կատարում, ծիսակատարություններ են կատարում, որ կոչվում է սիտվա, հարցեր կարդում եք դուսեգորս ավետիս։ Նրանք ունեն իրանց ծագման մասին ունեն ծագումնաբանական ամիսետիվաներ ունեն, որ շատ է համակնում Սավզուտավետի, այսինքն իրանց առաջնորդին նրանք պահում են մի քարայրի մեջ փակում են փոքր մերի պատմություն եւ այլն։ Դա հարավային Ամերիկա։ Այնտեղ միջարոց նախքան ջրհեղեղի կողմից ճանապարհ է եղել, բերենգնեղուց չի եղել։ Եվ այն կողմից գնացել են։ Հետագայում թե ոնց է այդ ինկաները աջել, ոնց է բազմացել եւ ոնց այնպես հզորության հասել, դա ուրիշ հարց է, բայց ամենահետաքրքիրը նրանք մոտ բանը իրանք տեղեկությունները հավաքվում, նրանք քրեականություն չեն ունեցել։ Նրանք նամակները տեղափոխությունները կատարել են պարանների միջոցով, ուրեմն մի պարանի վրա կապանում են փոքր ուրիշ պարաններ, այդ պարանների վրա հանգույցներ եւ ամեն մի հանգույցը ինչ-որ մի բառ է նշանակում։ Եվ հատուկ մարդիկ կան, որոնք այդ բաները կարդում են, ուրեմն թե ինչի համար ինչ ասում են, որ սկզբից նրանց մոտ գիր եղել է, բայց արկելել են։ Ինչ-որ ապստամբություն եղել, քրմերը հավաքվել են, մտածել են այդ բոլոր ապստամբության պատճառը գիրն է եղել, գերակերը արկել են մահվան սպառնալիքով, եւ այդ կեքները ուրեմն թակավորը, եթե իրան տեղեկություններ ուղարկել, այդ բանանի միջոցով ուղարկել։ Բանանը կարտացել են մենակ մի քանի օր կարող են գրել, կապել, կարող։ Եվ ինչի համար է բանանի ասում, այդ բանանի անունը եղել է կիպու, այսինքն կապ է նշանակել։ Դա հարավային, դա շատ բառեր կա, այնտեղ կա այմաններ կան, որ հեղունին դրա բառերի ուսումնասիրել եւ զարմանալիորեն հայկական բառեր կգտել, եւ ինչն է հետաքրքիր։ Ուրեմն դուրս է գալիս, որ նրանք գնացել են նախքան ջրը, ու նախքան ջրը հայերեն բառեր եղել են, արդեն խոսակցության բառեր եղել են։ Նախքան ջրը, դեպի արևմուտք գնացել են, Նևոսկե անցել են Հյուսիսային Աֆրիկա, այնտեղ բերբերների մեջ օրինակ կաբուտաչա բերբերներ կան։ Ցեղը լարանբուշ ցեղը կաբուտաչա է, պատկերացնում եք արաբական ցեղը կաբուտաչա։ Հետո կա ֆուլբետ ցեղը կա, որոնք դիմակացել լրի Եվրոպոյի դիմակացել, բայց մաշկը սև է, եւ չեն կարող հասկանալ թե նեգրների մեջ սրանք որտեղից են հայտնաբերվել։ Պարոն Խուշուձյան, ներկայացնենք առաջին արիական արշավանքը
հիկսոսներին անդրադառնանք, ովքեր էին նրանք եւ ինչպես տեղի ունեցավ այդ արշավանքը։ Արիները սովորաբար համարում են սկսում է հիկսոսների հայկոս, այսինքն ավելի շուտ հայկոսների արշավանքներից, հայկոսները։ Նախ ինչ բան է հայկոսները, ովքեր են դրանք։ Ուրեմն դրանք հայկոսները մի հայկական լեռնաշխարհ չեն ասում թե Հայաստանից, ասում հյուսիսից եկած հյուսիսային լեռներից եկած մինչօր ցեղը։ Եկել են գրավել են Եգիպտոսը 120-140 տարի գրավել են, հետո նրանց եգիպտացիները հետ են մղել, տեղափոխվել են Պաղեստին եւ վերացել են։ Ավելի մանրամասը, հետո ուսումնասիրությունը կատարում ենք։ Նախ հիկսոսները հայերի մոտ առասարակ այդպեսի բան չկա, հարձակվել ուրիշ տերիտորիալի կրավ, այդպես երբեք ոչ մի անգամ չի եղել։ Մենակ ասենք Տիգրան Մեծնոր այսպես նահանջողական քաղաքականությունը վարել, բայց նա մեր տարածքներն է կրավել, հայկական տարածքներ, նոբելսի սովորությունները ասում է, նա համայրատ ազատագրեց հայկական տարածքներ, ուրիշ ոչինչ։ Իսկ հայկոսների մասին ուրեմն այդ ժամանակ միտանի պետությունը կար այդ թվականներին, մեր թվականից առաջ 17-18-րդ դարերում։ Իսկ միտանի պետությունը ինքն իրենց ներկայացնում էր մի ֆեդերացիա, միավորում, փոքր պետությունը միավորում, նրանք բոլոր անկախ են, բայց ընդհանուր միավորվում են, ընդհանուր զորք են կազմում, կրվում են ասորիների դեմ, կրվում են ուրիշներ, ով հարձակվում են իրենց վրա։ Բայց ամեն մեկը առանձին է, ընդհանուր թագավոր ունեն։ Հիմա այն ժամանակ հզորացել է հետական պետությունը, հետական պետությունն էլ, չնայած ինքը հայկական պետությունն էր, այնպես էր ստացվել, նրանք վարում են ավելի շուտ նվաճողական քաղաքականություն։ Սկսեցին հայկական պետությունը, մանրապետությունը մեկը-մեկից սկսել գնալ հաշտ էին ապրում, հետո սկսեցին գրավել, Հայաստանի վրա հարձակվեցին, Հայաստանի 2-3 ճակատամարտում Հայաստանը ջարդեց նրանց, հետո վերջը նրանց հետ ենթագայության տակ, ենթագայությունը ցածր պարտներ դիրքում հանդես եկավ։ Հետո հարձակվեցին այդ միտանի այդ հայկական պետությունների վրա։ Այդ հայկական պետությունները միավորվեցին, հարձակվեցին, լրիվ ջարդեցին հետագա զորքը, շրջապետեցին նրանց մայրաքաղաքը Հատուսան։ Բայց այդ ժամանակ հանկարծակի նրանց մոտ բռնկվեց մի հատ սարսափելի հիվանդություն։ Նու հավանական է ժանդախտ է, էլի, որտեղ մասսայական կոդորում են ղեկավարների մեծ մասը մահացավ։ Հիմա ստացեց մի բան, որ զորքը սկսեց կոդորվելը, հիմա նահանջել իրենց երկրներն ան չեն կարող, հիվանդություն կտանեն իրենց ամբողջ Հայաստանը բանը, մի տանը ինչ կտարածեն բոլոր երկրներում։ Եվ որոշեցին գնալ դեպի հարավ։ Հատոսայի վրա հարձակվել են, դեպի Եգիպտոսի կողմը գնալը նույն թվականներին է կատարվել։ Որն ասում են հարավ, ճանապարհին նրանց հետ միանում են ինչ-որ ցեղեր, բաներ, արաբական, սեմիտական ցեղեր, քանի որ նրանք զինված էին երկաթի զենքով, հեծելազոր ունեն եւ ունեն մարտական կարգեր վրա, ուրեմն 3 հոգի, մեկը զիավար, 2 հոգի զինվորներ են, հարձակվեցին եգիպտական միգրանոց բաները հանգստի շարժեցին։ Գրավեցին Եգիպտոսի հյուսիսային ամբողջ մասը, բայց փարավոնի բանը մինչև հարավ չգնաց, նրանք վերևի մասը գրավեցին, այնտեղ ստեղծեցին իրենց համար ավարիս մայրաքաղաքը եւ սկսեցին ստեղծել օրենքներ։ Նախ իրենց օրենքներով ստեղծեցին փարավոններ, իրենց առանձին փարավոններ, ընտրում էր զորքը։ Ղեկավարները նրանք բավական լայն արտոնություններ տվեցին, հարգերը թեթևացրեցին եւ ահագին պարոնայություններ։ Ամենից հետաքրքիրն է, որ նրանք տառերը եգիպտական հերագրիֆները փոխարինեցին տառերով, որոնք կոչվում են ռինդի տառեր։ Ինչի համար է դա շատ է պրոգրեսի համարվում առաջադիմական, որովհետև այդ տառերով արդեն բոլորը կարող են սովորել։ Եվ ամբողջ գրականությունը նրանք եգիպտական հերագրիֆները գրած թարգմանել արդեն բոլորը կարող են կարդալ։ Իսկ դա բոլորը ծերունդը չէ քրմերի համար։ Եվ նրանք սկսեցին ներքուս պայքարել հիկսոսների դեմ։ 130 տարի ղեկավարությունից հետո զինեցին նուբիացի, հարևան նուբիական թափառական ցեղերին, այդ զորքները զինեցին, հարձակվեցին հայերի վրա, հայկոսների վրա։ Հայկոսների վրա հարձակվեցին, թե պարզ նրանք շատ մեծ քանակությամբ զորքեր գրավեցին ավարիս մայրաքաղաքը, քանդեցին, վերջում շարային ամրոցը գրավելուց հետո նրանք հայկոսների հետնորդները հեռացան, տարածքներից հեռացան։ Հիմա ինչի համար մեզ համարում արիական, այդ առաջի արիական հարձակում բանը, որտեղ գրականության մեջ հայտնի է, որ դա եղավ երկաթի տարի սկիզբը։
մի ամբողջ դարաշրջան փոխեցին։ Առաջ օրինակ բրոնզը Զենկովին, մեծալազոր չկար։ Օրինակ Բանեսածը Դավիթի մեջ գրած է, որ առաջ անգամ որ բանը Բաղդադի խալիֆն այնտեղ Բաղդադի խալիֆն իհարկե Մսրը մի քիչ իր հետ խառնած է, որ հարձակվեց հայերի վրա, ինքը փախավ ուղդով, ուղտի վրա նստած փախավ։ Խալիֆ փախավ ուղտի վրա նստած, այսինքն նրանք հեծելից գաղափար չունեն։ Ուրեմն հեծելազոր եղավ։ Հետո բացի դրանից արդեն տարածվեց հայկական լեռնաշխարհից ցորենի մշակումը։ Վայրի ցորենը կար, եւ այդ վայրի ցորենից ներկայիս ցորենի նախահայրը այդ տարածքը ցորենն է։ Ուրիշ ցորենից տեսակներ կան, բայց հիմնական տեսակը այդ հայկական տեսակն է։ Անասնապահությունը զարգացել, նրանք էլ ուրիշներն արտադրեցին անասնապահ եւ այլն, մի ամբողջ հեղաշրջում կատարեց մարդկային գիտակցության մեջ, մարդկային քաղաքակրթության մեջ։ Դրա համար այդ հիքսոսների առաջ արշավանքները իսկ օրինակ կարելի է համարել, որտեղ որպես արանի առաջի արշավանքներ։ Հետագայում երկար ժամանակ ուրեմն արդեն կռիվներ հարձակվեցին, այնտեղ մի տանի պետությունը կար Եգիպտոսի հետ, արդեն Եգիպտոսի այնքան հզորացավ, մտա արդեն Ասիա, Պաղեստին մտա, սկսեց պատերազմել հետերի դեմ, Միտանի դեմ, հետագայում Միտանի հետ միասին Միտանի հայկական պետություններ, Միտանի հետ բարեկամական կապեր հաստատեցին։ Հաջորդ քայլը, որ արիների արշավանքները ասում, տանը նախ որտեղից որ ուղղությամբ է գնացել։ Նրանք գնացել են դեպի Կասպից ծովի հարավային մասով, ուրեմն ինչի համար են գնացել, ասեց է տարբեր բաներ են, երկրաշարժ է եղել, հարձակումներ է եղել, բնակչության ավելցուկ է եղել եւ այլն, արշավանք են կատարել դեպի ազատ տարածքները, անցել են Կասպից ծովի հարավային մասով, հետո բարձրացել են դեպի Ռուսաստան, այնտեղ ասում են Արալյան լիճ, Ուրալ, այնտեղ շատ բաներ կա, նույնիսկ Վոլգայի անունը առաջ եղել է Ռա, Արանն Արա բառն է, Արա ասոնից։ Նրանք այդ տարածքներով գնացել են, այնտեղից անցել են Եվրոպա։ Մյուս ուղղությունը գնացել են դեպի Թուրքիայի, ներկայիս Թուրքիայի հյուսիսային մասով, Անատոլիայի հյուսիսային մասով, անցել են Բալկաններ, այնտեղից գնացել են դեպի էլի եվրոպական մասերը։ Հաջորդ ուղղությունը եղել է Եգիպտոսի հյուսիսից, գնացել են դեպի բանի հյուսիսային մասերով, Աֆրիկայի հյուսիսային մասով, այնտեղից անցել են Իսպանիա։ Այդպես մի քանի ուղղություններով է գնացել։ Դրանք իհարկե եղել են ոչ թե միանգամից, այլ տարբեր դարաշրջաններով։ Քանի որ շատ ուժեղ են եղել, հանկարծ գրավել են, եթե դրանք չեն դիմադրել կամ համակեցել են եւ այլն, միանգամից բարեկամացել են հայերները, իրանք իրանց ոչինչ չեն թաքցրել այդ ամբողջ հայապանը, որ նրանք աշխատել են զարգացնել, աշխատել են սովորեցնել, ուսուցիչներ են կատարել եւ այդ ցեղը միանգամից զարգացում են կատարել։ Պարոն Խուշուդյան, հիքսոսները Եգիպտոսում 140 տարուց ավելի իշխելուց հետո ի վերջո հանդիպեցին դիմադրության եւ նրանք դուրս եկան Եգիպտոսից, ուր գնացին հիքսոսները եւ ի վերջո ինչպես իրենց հետ տարան այդ տառերը, որոնք վերջում գտավ Մեսրոպ Մաշտոցը, խոսենք դրանց մասին։ Հիքսոսներն որ աքսորից քչեցին Եգիպտոս։ Մի ասում է պատմական կարողանության մեջ գրած որ նրանք գնացին Պաղեստին եւ այնտեղ ծրվեցին։ Բայց նախ այդքան թույլ չէին որ գնային որ ծրվեն։ Երկրորդը այդ նույն ժամանակ Արաբիայի հարավային մասում Եմենի տարածքում ստեղծեց պետություն, որը կոչվում է Մանա կամ Մային տեսակ արաբական բանով։ Նախ այդ պետությունը ստեղծել լրիվ բան տեղում, դադարք տեղում։ Նրանցից առաջ ոչ մի բան չի եղել։ Եվ կոչվել է Երջանիկ Արաբիա լրիվ ամեն ինչով լցված եղել, քանի որ կտրված եղել ամբողջ աշխարհից նախ արաբական անապատներով, իսկ ծովափում քարային Արաբիա է կոչվում ամբողջ այդ կարմիր երկայնքով լրիվ քարոքանդ են, եւ ըստ բանի պատմաբանների Հովսեփ Ֆլավիոսի բանով ասածով, այնտեղ ապրում են քանզավա բնակ մարդիկ, այսինքն վայրի մարդիկ են ապրում։ Եվ հանկարծ հարավային մասում մի հզոր պետություն է առաջանում։ Ինչն է հզոր, նա լավ առևտուր են կատարում բաների հետ, եվրոպական երկրների հետ, այն ժամանակը ասած, պայմանականորեն ասած, Սյուեզի մինչև Սյուեզի պարանոցը, այնտեղից բանը դեպի միջերկրածովյան շուկաներ, նրանք ապրանքներ են տանում բերում։ Նրանք լավ հարաբերությունների մեջ էին այդ ամբողջ երկրի տարածքի պետությունների հետ։ Միջագետքում սեպագրերն էին, բանում Եգիպտոսում հերոգլիֆներից նրանց մոտ տառային կիրեր։ Այդ տառերը հետարքին են, որ եթե համեմատած հայերեն ժայռապատկերների, գաղտնագրերի,
այդ պայմանական բաների տառի նշանների հետ շատ բաներ համընկնում են։ Մոտ 25-30 հատ բան համարյա նույնությամբ կրկնում է։ Չնայած նշանակությունը ուրիշ է։ Այնտեղ հայերեն նույն տառը նշանը նրանց մոտ մի տառ է, հայերեն անունը ուրիշ բան է։ Բայց տառի այդ գծագրությունը ցեղը նույնն է համարյա։ Իմիջիայլից ասում եվրոպացիները որոնք ուսումնասիրել են այդ տառերը, ասում են դրանց դրած ահագին մեծ քանակությամբ արձանագրություններ կան, պալատներ կան կառուցած, պալատների պատերին, սյուների վրա, այդ տառը արձանագրություններ։ Կարտացել են արձանագրությունը, այնտեղ ասում են առանձնապես բանտագություն բան չէ, պատերազմական թեմաներով, կենցաղային թեմաներով, բանը, ախր մի քիչ հավատալու չէ, էլի։ Բնակիչները այդտեղած, հետագայում դրանց ճակատագիրը շատ ոնց ասեմ, դժվար ճակատագիր առաջանում, որտեղ արաբներ, շրջապատի արաբներ կամաց սկսեցին հարձակվել նրանց վրա եւ վերջո սիվաս նրանք թողեցին նեղուցը անցան դեպի Եգիպտոց, հա, չմոռանամ ասել, որ եգիպտական փարավոնը երբ որ նրանց քշեց, եթե ուշադրություն տալիս Կարմիր ծովի արևմտյան ափը նրանք չգնացին։ Արևմտյան ափը մինչև Պոնտ, մինչև Կարմիր ծովի ներքևի մասում նրանք այդ ամբողջ տարածքները գրավեցին, բայց բանից ենքում ռիսկ չարեցին անցնելու։ Այդ մանրապետությունը որ կա, նրանք եգիպտացիները ռիսկ չարեցին տեղ անցնելու։ Արաբները որ հարձակվեցին այդ երկրի վրա, նեղուցով անցան դեպի Եթովպիայի կողմը։ Այդ էլ ասեմ, երբ այդ Եթովպիան հայերեն կոչվում է Հաբեշստան եւ արձանագրության մեջ գրած է Հաբաշատ։ Հաբաշատ, շատ տեղ ունեցող այդ ծիվը կարելի ասել։ Նրանք այդ նեղուցյանը դրեցին Բաբել Մանդեբ, որ նշանակում արաբերեն նշանակում արդյունքի ծով, արդյունքի նեղուց։ Հաբեշները նրանք անվանեցին գյոզեր։ Գյոզեր ասեն կեղտոտներ, աղքատներ։ Նրանք կամաց սկսեցին նրանց սովորեցնել տարբեր ծևի արհեստների եւ այլն, վերջի ստեղծեցին թագավորություն, աքսումական թագավորություն։ Եվ այդ թագավորությունը մինչև ահագին 2000 տարի կայուն մնաց Հաբեշստանում։ Այդ թագավորությունը նրանք հետագայում այդ տարերը տեղափոխեցին այդ թագավորություն, հետազոտը կամաց սկսեցին կատարելագործել եւ այն 5 տարերը, որ նայում ենք Հաբեշական ներկա տարերին, 200-300 տարի մեկ թե ոնց է ամբողջ այդ տարերի փոփոխությունը երևում է, պարզ երևում է, թե մի տարը կամաց ոնց է փոխվել եւ լրիվ համապատասխանում է հայկական տարերին Մեսոպի Մաշտոցի տարերին։ Դա կարծեմ ուրիշ պատմություն է։ Ուրեմն Մաշտոցյան տարերը փաստորեն ստացվում է հայկական լեռնաշխարհից գնացել են Եգիպտոց, այնտեղից հարավային Արաբիա, այնտեղից Եթովպիա, այնտեղից հայկական լեռնաշխարհ։ Դրա համար այդ տարերը շատ հոգեհարազատ են հայերեն։ Շնորհակալություն, պարոն Խուշուձյան։ Սիրելիներս, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք հայագիտական ձայնարատի հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։